Ես չէի համաձայնվի այդ գնահատականին, որ համատարած է այդ իրավիճակը, բայց կասեմ նաև, որ այդ աշխատավարձերի թեր հավաքագրում, թեր հայտարարագրումը մի փոքր ավելի բարդ է հայտնաբերել հարկային վարչահարության տեսանկյունից, կան մնացած հարցերը։ Վերջի ժամանակահատվածում ես նկատում եմ, որ իհարկե մենք տեսել ենք, որ ստվերային իրավիճակը եկամուտների, աշխատողների գրանցման եւ իրենց աշխատավարձերի հայտարարման 18 թվականից հետո էապես նվազել է եւ սրան նպաստել է նաեւ այնպիսի քաղաքականությունները, որոնք ստիպել են աշխատողներին իրենք ստիպեն իրենց գործատուներին, որ աշխատավարձը ճիշտ գրանցվի։ Օրինակ հիպոթեկի վերադարձի, ուրեմն հնարավորությունը հիմա հայտարարագրման համակարգով հնարավորությունը նվազեցնել սոցիալական կրեդիտներ ստանալու հանգամանքը, այս բոլոր գործողությունները նպաստում են դրան։ Ես իմ խոսքում ասեցի, որ մենք բոլոր ուղղություններով պետք է թվայնացման գործիքները օգտագործելով թիրախայնությունը մեր ստուգումների եւ հայտնաբերման մեծացնենք, բայց մյուս կողմից նաեւ ապագայում պետք է մեծացնենք աշխատողներին հետ վերադարձվող գումարների քանակը, չափը, որպեսզի նաեւ տակից ճնշում լինի եւ այստեղ այս մեխանիզմը ճիշտ աշխատի։ Կարծում եմ ճիշտ ճանապարհը այս հարցը լուծելու այդպիսինն է, թեև ես չեմ համարում, որ դա այդպիսի համատարած բնույթ է կրում։